Գիտեք, կյանքի փորձը ցույց է տալիս, որ երբ մարդը ձեզ իր բնավորությունը բացահայտում է, դուք տեսնում եք մարդու բնավորությունը, այդ բնավորությունը չի փոխվում, մարդը չի փոխվում, եթե փոխվում է, դեպի վատն է փոխվում։ Եվ մարդը, որ մի անգամ, երկու անգամ սուտ է ասում, ես լուրջ ստի մասին եմ խոսում, ոչ թե բարի սուտը, ասենք, ինչ լավ տեսք ունեք այսօր եւ այլն։ Դա փոքրիկ բաներ են, բոլորս էլ անում ենք։ Բայց երբ որ մարդը լուրջ սուտ է ասում, մի անգամ, նա դա կանի երկրորդ անգամ, երրորդ անգամ, մարդը որ մի անգամ է դավաճանում, նա կդավաճանի եւ երկրորդ եւ երրորդ անգամ։ Նայեք, թե ում հետ մենք գործ ունենք։ Ես վերջերս նայեցի Սևակ Հակոբյանի նյութը, կարճ ասած, շատ լավ պատրաստված պրոֆեսիոնալ ծրագիր էր։ Դե այն բաները, որոնց մասին մենք խոսում ենք, Սևակը հավաքեց եւ շատ գեղեցիկ ձևով մեկը մյուսի հետևից շարադրեց, որ նայում ես, այս մարդը քանի անգամ է սուտ ասել, փշակ հաղվում ես։ Իր գորգորոսները 18 թվականի ասում են, որ ինձ բերել են, որ ես հող հանձնեմ, ես հող չեմ հանձնի, ես կգամ ձեր հետ կխորհրդակցեմ, մենք միասին կորոշենք, եթե ինչ-որ տարբերակ կա, որ պետք է քննարկենք, կընդունենք, եթե չէ, չենք ընդունի, գորգորում է։ Մի տարի անցնում է, դա դեռ խափելու բաններ, ժամանակաշրջաններ, դեռ չէին կանցել, մարդկանց ծեծելու բանտարկելու ժամանակ ուղղակի խափում էր։ Հաջորդ տարի եւ պատասխանը այն է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ու արդեն շատ նյութեր հրատարակվեցին, որ հենց իր այդ ասածը եւ իր մանավանդ իր այդ խմած բարերը Շուշիում ուղղակիորեն սադրեցին պատերազմը։ Դե արդեն խոսել ենք դրա մասին։ Գորգորում Արցախը Հայաստանի է վերջ եւ այլն։ Պատերազմը սկսվում է, մեզ 44 օր խափում են։ Պատերազմը չի կանգնացնում, էլ գիտեք։ Պատերազմից հետո ինչ է ասում։ Ասում է, որ մենք հիմա ավելի լավ հնարավորություններ ունենք լուծելու Արցախի հարցը, քան 4 տարի առաջ։ Այս քանի անգամ խափեց։ 4 անգամ խափեց արդեն, չէ՞, 4 անգամ հաշվեցինք։ Անցնում է ժամանակ, գնում է Պրահա, Մակրոնի խնդրանքով հանձնում է Արցախը, հետագայից ասում է մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքը, ներառյալ Արցախը։ Այսինքն փոխվում է։ Իսկ մի քանի շաբաթ առաջ ասում է Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը փակված է, ով դրա մասին խոսա, իմ հետ գործ կունենա եւ հայ ժողովրդի հետ, դու ինչ գործ ունես հայ ժողովրդի հետ։ Տեսեք, մարդը քանի անգամ սուտ ասեց, 6 անգամ, նոր որ հաշվենք, 6 անգամ սուտ ասել, մենակ այս հարցով։ Մեղրի հարցով, Միջանցք չի լինի, ճանապարհ չենք տալու, Միջանցք չի լինի, ճանապարհ չենք տալու։ Հետո կանգնում ենք փաստի առաջ, գալիս է Վաշինգտոնից, այդ իր այդ շոուն կազմակերպում են, կոստյումներով չտես, երևի կոստյում էլ հագած չկան, շարվում են, նկարվում են, որ մեծ հերոսություն են արել, 74%-ը մեր տարածքի հանձնել են Տրամպին